Դե ինչ ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ ու շնորհակալ կլինեմ, եթե եթերը հիսվեք տարածվեք, եթե իհարկե թեման ձեզ հետաքրքիր է։ Այսօր ազգային ժողովում լավ մեհմունություն էին անում, առանց հաշվի առնելու շատ հանգամանքներ, բայց ես ուզում եմ ոչ թե բառացի անդրադառնամ այդ ամեն ինչին, առավել ևս վաղը երևի խոսանք։ Ես ուզում եմ երևույթներին անդրադառնանք եւ իմ կարծիքով այն ինչ որ հիմա պիտի ներկայացնեմ ձեզ, բավականին կարևոր է համենայն դեպս գոնե այս փուլում գիտակցելը ու գնալ դրա հետևից։ Իսկ խոսքը ինչքան էլ որ կարող է զարմանալի թվալ, խոսքը ազատության մասին է։ Ինչ է ինքը իրանից ներկայացնում ազատությունը ու որքանով ենք մենք ազատ։ Մարդը առհասարակ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ մարդը հենց մարդը ինչքանով է ազատ։ Դա կարևոր արժեք է։ Ու չնայած որ այս թեման այսօր շոշափել եմ հաղորդման շրջանակներում, ցանկացա Facebook-ին եթերով նույնպես խոսենք սրա մասին, որովհետև ինչ որ մեր շուրջը կատարվում է, ազատության կամ անազատության մասին է։ Այն մարդիկ, ովքեր որ հոխորտում են, այն մարդիկ, ովքեր որ ոչ մի արժեք չեն ներկայացնում իրենց խոսքի մեջ, այսինքն իրենց ասելիքը չունեն, իրենց խոսքը հոխորտալն ու քարկոծելն է, ընդ որում երբեմն պախարակելու միջոցով, սրանք վախկոտ մարդիկ են ըստ էության, որովհետև իրենց միջի վախերը անգամ չեն կարողացել վախերից չեն կարողացել ազատվել, իսկ մյուսները ավելի ազատ մարդիկ են։ Իհարկե, այդտեղ երևի անչափելի է, չգիտեմ, նման միավորներ կան ազատության ինչպիսի չափանիշ կամ կախվածության կամ վախերի։ Բայց ես պիտի կարդամ ձեր համար մի նյութ, որը ընկերս էր հրապարակել, ես կիսվել էի ճիշտ ասած ինձ մոտ, շատ դուրս եկել էր իր ձևակերպումը, ինքը արվեստի մարդ է ու արվեստի տեսանկյունից իր ձևակերպումներն արել։ Ես ցավում եմ, որ նման նյութը բավականին քիչ դիտում է հավաքել ու առհասարակ դա փորձած բան է, երբ որ մի գեղեցիկ մի բանից ես խոսում, մի խորքային կարևոր բանից, միշտ դիտումը ավելի քիչ է լինում, արձագանքները ավելի քիչ են լինում, քան եթե դնես ու ասես բոլորին հայտնի ճշմարտություններ, հա, օրինակ դրես ասես Քոչարյան դու հանցագործ ես, որովհետև հենա մի հետնել որոշում տվել է, շատ ավելի շատ դիտում կավալքի։ Իսկ ավելի խորքային խոսակցությունները, երկխոսությունները, զրույցները կամ հրապարակումները ցավոք քիչ դիտում են հավաքում։ Այնուամենայնիվ ես համարձակություն կդրսևորեմ այդպիսի խոսակցություն տանել եւ եթե պիտի քիչ լինի, ուրեմն դա նույնպես ինքնագնահատական է ցույց տալի, հա, ինչպեսին ենք մենք ու ցույց է տալիս թե որտեղ ինչքան աշխատելու տեղ ունենք։ Ես կարդամ ընկերոջս գրառումը, ձեզ այն շատերը երբի կարդացել են, բայց ես ուզում եմ դրա խորքը ըմբռնենք։ Առավել ևս որ հիմա իսկապես շատ բաներ կատարվում են հենց այս ամեն ինչից ելնելով։ Տեսեք, Սայաթ Նաղաքարյան իմ լավ ընկերը, Facebook-ից չէ, կյանքում իմ լավ ընկերը, ու ցավում եմ որ շատ հազվադեպ այնքը գրառումներ անում, որովհետև ես սիրում եմ իր հետ երկար զրուցել, մենք ամեն ինչից ենք զրուցում ու շատ լավ կլիներ որ ինքը ժամանակ առ ժամանակ գրառումներ աներ։ Ուրեմն տեսեք ինչ ասում։ Ազատությունը չի սահմանափակվում միայն ընտրության པարզ հնարավորությամբ։ Այն ուժն է, որ մեզ դարձնում է մարդ։ Երբ մենք շնչում ենք ազատության շունչը, մեր հոգիները դադարում են լինելիության ստվերները եւ մենք բարձրանում ենք դեպի մի ոլորտ, որտեղ կյանքը դառնում է արվեստ։ Ազատությունը երբեք չի նշանակում կամայականություն։ Այն մաքրում է ճանապարհը, որպեսզի մարդը ճանաչի ինքն իրեն, իր պատասխանատվությունը, իր հնարավորությունը սերմանել բարին։ Ճշմարիտ ազատությունը նման է լուսաբացին։ Այն ոչ թե վառում է, այլ լուսավորում է։ Այն մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր քայլ, որքան էլ փոքր լինի, կարող է դառնալ ստեղծագործություն, եթե կատարվում է գիտակցությամբ։ Բայց ազատությունը բախվում է խոչընդոտների։ Դրանք հոգեբանական շղթաներն են, որոնք կապում են մեզ վախերի, մեղքի զգացումների, հասարակության անհասկանալի պահանջների մեջ։ Այս շղթաները թաքնված են, սակայն ամենահզորն են։ Եվ հենց այստեղ է, որ ազատությունը վերածվում է ներքին պայքարի, հաղթահարելու մեր սեփական սահմանափակումները։ Իսկ ինչ կասենք ճակատագրի մասին։ Թվում է թե այն կանգնած է ազատության դիմաց որպես անխուսափելի օրենք, բայց ճակատագիրը չի սպանում ազատությունը։ Այն ընդհանրապես տալիս է մեզ դաշտ, որի վրա մենք կարող ենք նկարել։ Մարդը չի ընտրում թե որ բարձունքից սկսի իր ճանապարհը, բայց նա ընտրում է թե ինչպես քայլի այդ լեռան գագաթը։ Այդտեղ է բացվում ճշմարիտ հիասքանչությունը։ Ճակատագիրը գծում է սահմանները, իսկ ազատությունը լցնում է այդ սահմանները բովանդակությամբ։ Ազատությունն իր էությամբ բարոյական կատարսիս է։ Այն մեզ ազատում է ոչ միայն արտաքին կալանքներից, այլև ներքին խավարից։ Ազատ մարդը չի փախչում պատասխանատվությունից։ Նա ընդունում է այն որպես արվեստագետ, որ չի վախենում ավարտել իր կտավը։ Եվ վերջապես ազատությունը մեզ դարձնում է ավելի մարդկային։ Այն մեզ թույլ է տալիս ճանաչել մյուսին ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ուղեկից։ Ազատությունը չի բաժանում, այլ միավորում։ Այն մեզ սովորեցնում է, որ իրական զորությունը չի չափվում իշխելու ունակությամբ, այլ ուրիշի ազատությունը հարգելու կարողությամբ։ Այսպիսով ազատությունը չի սահմանափակվում քաղաքական կամ իրավական չափումներով, այն մեր հոգում ներքին լույսն է, այն մեզ բարձրացնում է
վախից, անորոշությունից ու մեղքից դեպի մի իրականություն, որտեղ մարդը կարող է լինել ոչ թե միայն գոյություն ունեցող էակ, այլ իսկապես ստեղծող։ Շատ գեղեցիկ նյութ էր, որը ես սկսվել եմ, ու հետո գիտեք, այս սրա շուրջ սկսում եմ երկար մտածել արդեն։ Եվ իսկապես, մենք անընդհատ փորձում ենք արդարանալ ինչ-որ բաներից, դա նույնպես ներքին վախերի մասին է։ Եվ այո, այսօրվա քաղաքական դաշտում նույնպես այս խնդիրը կա։ Հենց այս խնդիրը կա։ Տեսեք, մի հետի որոշումը եկել է, Քոչարյանը հանցագործ է։ Դա արդեն փաստ է։ Լավ, հետո խորանում ես, իսկ ինչի՞ է մարդը որոշել այդպիսի բան անել։ Ու պատասխանը շատ պարզ է, որովհետև ինքը ազատ չի։ Եվ ազատ չի էլ եղել։ Այ ունեցել է ներքին վախեր, ինքը իր ներքին վախերից անգամ, ես դեռ չեմ խոսում արտաքին ազդեցություններից եւ այլն հրահանգավորումներից, չէ, իր հենց ներքին վախերն են իրեն բան արել։ Իսկ ինչ է, ուրեմն ես մի բան պատմեմ ձեզ, սա կարող է սուբյեկտիվ մոտեցում է բնականաբար, բայց ուղղակի զուգահեռ անցկացնեմ, հա։ Ես ուսանող տարիներին մի անգամ քննություններն էին թատրոնի եւ կինոյի պատմության։ Տոմսը քաշեցի Հայֆիմ կինոդերասանի ստուդիայում։ Քաշեցի, տենց Համլետի մենախոսությունը կար, որ պետք էր պարզաբանել ու ներկայացնել, էլի ասել ինչի մասին է, ինչ է եւ այլն։ Այդ Սուրեն Հասմիկյանն էր մեր դասախոսը, շատ հիանալի մարդ։ Ասես դե սկսի գնել ջան, ու իրան դուր էր գալիս առհասարակ միշտ իմ մոտեցումները, որովհետեւ դրանք միշտ տարբերվում էին, ու ինքը այն դասախոսներից էր, որ թողնում էր, որ դու բացվես։ Ինքը չէր ասում ոչ ընդունված այսպես կամ այսպես ու վերջ։ Հասկանում եք, երանելի դասախոս։ Ու ես այդ մասով ավելի համարձակ էի մտածում։ Անկամ մի անգամ ասեց, որ Հայաստանը իմ ապրելու տեղը չի, դեռ 90-ականների մասին է խոսքը։ Ասեց ափսոս է։ Ամեն դեպքում։ Ուրեմն ասում է, լավ, ով էր Համլետը։ Ասում եմ, ուզում եի բացատրեի, ասես գելե ջան, խնդրում եմ, գրքով չէ։ Քո ձևով, ինձ հետաքրքիր է հենց հիմա դու ինչ ես մտածում։ Դա ասում եմ, որովհետև իմ կարծիքով Համլետը վախկոտ մարդ էր։ Ասում եմ, ինչ ես դες կարծում, մի անգամից sense բան եղավ, որովհետև իրան արդեն դուր եկավ սկիզբը, ոչ թե համաձայնվեց դրա հետ, այլ իրան դուր եկավ արդեն։ Դες քեզ sense մտածում, ասես թե որ մենախոսությունը, եթե մենախոսությունից պիտի բխի թե ինքը ով է, իմ համար վախկոտ մարդ է, որովհետև մենախոսության մեջ, երբ որ ասում եմ լինել թե չլինել, հետո շարունակում է, չէ, եթե լինել, ապատանել, գործում, խոսքոսել շարունակում է ինչ, բայց ոչ միտեղ չի ասում։ Իսկ եթե չլինել, ինչ է լինում։ Ինքը վախենում է չլինելուց։ Ինքը վախենում է չլինել, որ հանկարծ նես չլինի, որ ինքը չլինի, ինքը ուզում է լինի։ Ինքը վախենում է։ Դրա համար է ինքը հարցնում լինել թե չէ։ Իհարկե, ես էի ուսանողական տարիներին մտածում, հիմա աղաքին փոխվել է տեսակետերը, բայց այնուամենայնիվ այդպեսի մի բան կար ուղեղից մեջ, էլի, որ մարդը վախենում է ինչ որտեղ իր բացակայությունից, որ հանկարծ այս ինչ բանը բաց կթողնի ու չգիտեմ ինչեր կլինեն։ Մի խոսքով։ Իսկ ազատությունը ուժեղ մարդու բան է։ Մարդը պիտի կարողանա անգամ քրիստոնեական առումով ինքն այդ խոստովանությունը որ կա, դա նույնպես ազատության մասին է։ Դու ազատվում ես խոստովանելով, ասում ես որ դու գիտակցել ես, ու դու գիտակցել ես մի բանի մասին, որը վատ բան է, բայց դու դրանով ազատվում ես։ Ասենք անընդհատ օրինակ այսօր քաղաքական դաշտում բան են, չէ՞, իրար մեղադրում են 44-օրյա պատերազմը եւ այլն, իհարկե ես իմ մոտեցումներ ունեմ, բայց այնուամենայնիվ օրինակ Նիկոլ Փաշինյանը գրելաց ասում է, հա, ես ունեմ մեղավորություն, բայց ես միակ մեղավորը չեմ։ Չէ՞, մի քանի անգամ ասել է դեռևս ախպերս, ինչ ես խոսում, ինչ ազատիչ։ Ազատիչն ով է։ Իսկ ես մյուս խմբերը ասում են, չէ, դու ես մեղավոր։ Մենակ դու ես մեղավոր։ Մենք մեղավոր չենք։ Այս սրանք հենց այդ վախկոտներն են, ովքեր վախենում են ուղիղ կանգնել ու ասելուց, որ հա մենք էլ որոշակի մեղավ։ Անկամ քաղաքացի, ես լինելով քաղաքացի ու շատ քաղաքացիներ, ասել են, որ այո, ամեն մեկս որպես քաղաքացի ունենք մեղավորության մեր բաժինը այդ ամեն ինչի մեջ։ Դա ազատ մարդու խոսք է, ով չի ուզում որ դրանով ապրի։ Այ օրինակ ես քահանան, որ այս երկրորդ քահանան է, չէ՞, արդեն ասում թե ինչ era կատարվում բանում, եկեղեցում։ Սա գիտեք, իրենք ազատվում են իրենք իրականում։ Իրենք գնում են դեպի իսկապես կատարսիս։ Եվ այս մտքերով երբ որ գնացի, բռնացի, նույն մի քիչ հիմա գնանք դեպի ես հիշացնեմ, ես երևի թե այնքան էլ լավ քրիստոնյա չեմ, բայց այսքան չեմ կարող Աստվածաշնչից երկար բարակ մանրամասներ մեջ բերել եւ այլն, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, ու մտքերով գնացի դեպի ասենք Հիսուս Քրիստոսին։ Տես, Հիսուս Քրիստոսը ներքին վախեր այնքան չուներ, որ գնաց մինչև խաչելություն։ Եթե ունենար ներքին վախեր, եթե որոշեր բան լինել թե չլինել, եթե որոշեր որ ինչ որ բան կիսատ է թողել, ինչ որ բան այն չի արել, նա չէր գնա դրան։ Չէր կարող տանել դա։ Հասկանում եք։ Անկամ էպոսն է դրա մասին։
Անկամ էպոսն ազատության մասին։ Մարդը գնում է կռվելու, Դավիթը միայնակ գնում է կռվելու Մսրա Մելիքի ու նրա բանակի մոտ։ Իր ամբողջ կռիվը իր ազատության մասին է։ Եվ ներկայանում է անվախ մեկը իսկապես։ Ու գիտեք, երբ որ իմ ամենասիրելի հատվածներից մեկն է, երբ որ գալիս կանգնում ու կանչում է, հա, ասում է ով քնած է, արթուն կացեք, ու շատ մանրամասն է կանչում, ասում է լսեք, թշնամիներ, եթե քնած եք, արթուն կացեք։ Եթե արթուն եք, մանրամասն բացատրում է, հիշացնում է, թուր կապեցեք, ձի հեծնեցեք, որ հետո չասեք մենք դեռ քնած, Դավիթ գողգող եկավ գնաց։ Այսինքն պիտի կռիվը լինի ազնիվ, որովհետև եթե անազնիվ եղավ, ես ինձ հաղթած չեմ զգալու։ Այս սա հզորագույն մի հատ բան է։ Իսկ մենք ապրում ենք վախերով։ Ապրել ու ապրում ենք վախերով, այ ինչ կասեն, այ ոնց կասեն։ Ընդ որում, մենք երբեք չենք մտածում, եթե մի լավ բան անենք, ինչ կասեն։ Չէ, մենք միշտ մտածում ենք, հա դե որ sense մի բան անես, բա ինչ կասեն։ Համ մտորումներն ա մեր անազատ։ Ու բխում է մեր անազատությունից։ Ասենք օրինակ տեսեք, ես նայում եմ, մեկ էլ հիմա գցել են Թրամփը ասաց Հայաստանը իզուր, բանը Եվրոպան պիտի չճանաչեր ոչ եմ գազայի անկախություն։ Ու գցել են այս ռուսամետները, յանի տեսեք, էսը ձեր Թրամփը Հայաստանը վռազեց, որ ճանաչեց էլի, բանը գազապետությունը։ Ախր այդրանք սա վախերի մասին է, որովհետև մտածում են, որ այ այս ինչը ինչ ասեց, այն ինչը ինչ ասեց։ Մենք այս ինչի ասածով գնանք։ Մենք երբեք չենք մտածում, որ գիտեք ինչ, պետություն ենք։ Եվ պիտի ունենանք մեր դիրքորոշումը։ Մեր պետության շահերից բխող, իհարկե փորձելով դաշնակցային հարաբերությունները չվնասել։ Բայց այնց որպես պետական միավոր մենք նույնպես ազատ դիվանագիտություն երբեք չենք ունեցել։ Եվ երբ որ դու ազատ ես քո տեսակով ու անգամ սխալվում ես, վստահ եղեք այդ սխալը ներվում է։ Եվ անգամ ներողությունը նույնպես ազատության մասին է։ Սա շեդևր է ուղղակի։ Շեդևր։ Որտեղ մարդը կարողանա հասնի դրան, այդ մակարդակին, ես հստակ եմ բավականին թեթև կլինենք։ Բավականին։ Մենք անկախական մտածելակերպ չունենք։ Ցավոք սրտի։ Նու, այդպես է ստացվել։ Այդպես է ստացվել թե սովետից առաջ, թե սովետից հետո։ Առաջին հանրապետությունը երբ որ հռչակվեց, մենք այդ ժամանակ էլ չունեինք անկախական մտածելակերպ, սովոր չէինք, չգիտենք ինչպես պիտի վարվենք, լավ, ոնց թե հիմա մենակով ենք։ Որոշում, ինչ որ որոշում պիտի կայացնենք, բա ով է դրա պատասխանատվությունը կրելու, եթե հանկարծ սխալվենք։ Ոչ մեկ չի ուզեցել վերցնել իր վրա այդ պատասխանատվությունը։ Որովհետև եղել են վախեր, որովհետև եղել է անազատություն։ Այսօր նստած օրինակ ազգային ժողովում դաշնակցները բանը Գեղամ Մանուկյան դե լավ, ասենք թե լեզվի սայթակում արեց, մատ շատ խնդալու բանացեց, ասում բանը Հիտլերը ամբողջ Եվրոպայում ցեղասպանում էր հայերին, հա, բայց բարերից չկախվենք, լավ, երևի լեզվի սայթակում էր, չնայած կարելի էր մի քիչ երևի դաշնակի բնավորություն ունենալ ու հենց այդտեղից սկսել անընդհատ բզբզալ երեսով տալ, բայց ասում է, տեսեք, խափում է, որտեվ ազատ չենք։ Խափում է, վախկոտ է, որտեվ վախեր կա իր մեջ։ Ինքը պիտի անի ինչ որ բաներ։ Այդ վախերն են ստիպում, որ խափի։ Ասում է Mein Kampf-ի մասին է խոսում Հիտլերի, որ ձեր ժամանակներում տպագրվել է Mein Kampf-ը մի օր էլ թալյատ բանը հрьяաներին ցեղասպանող Հիտլերի կենսագրական գիրքն է դա, Mein Kampf-ը։ Մի օր էլ թալյատի ու Էնվերի մասին բանկան, այն որ գնաց արդեն, էլի, դա անջատվա, բա տենց է, չէ՞, դա հաշտակային ինչի վրա դնում ես, իրենք երթում են դեպի Թուրքիա։ Յանի շատ, բայց այ հենց այդտեղ վախերն է։ Այ հենց ամենաշատը թուրքերից վախենում են դաշնակները։ Ամենաշատը։ Ամենաշատը, որովհետև իրենք են խոսում ու փորձում այդ վախերը ներարկել մեր մեջ, որ իրանք այդտեղ գոնե մի քիչ անվախ թվան։ Հասկանում եք։ Ուրեմն այստեղ մենք հարցերի մոտ առաջացել, ես վաղը հաղորդման ժամանակ եմ տալու։ Ինչ հասկացանք։ Մի ամբողջ բռնապետ հանցագործ, իշխանություն զավթած, կասկածելի ծագումնաբանությամբ ոմն Ռոբերտ Քոչարյանի գիրք Հայաստանում կարա լինի, գրախանութներում, Mein Kampf-ը չի կարա լինի, ընդ որում գերագիտական մասով Mein Kampf-ը շատ ավելի հետաքրքիր է։ Եվ գուցեև շատ լայն մտորումների տեղ է տալիս, ես չեմ ասում կարդալ համաձայնել դրա հետ, ոչ, բայց շատ լայն մտորումների տեղ է տալիս, ինքը շատ կարևոր գիրք է, որ առհասարակ ընթերցասեր հասարակությունը լավ կանի էդ էլ կարդացած լինի երևի թե։ Ռոբերտ Քոչարյանի սուտ գիրքը պիտի կարդանք։ Mein Kampf-ից եք խոսում, առհասարակ համեմատելու չեն։ Ընդ որում Mein Kampf-ի թույլտվությունը տպագրության Հայաստանում 2015 թվականին է տրվել, երբ որ դուք եղել եք կոալիցիոն կառավարություն։ Ասեմ ավելին, երբ 15 թվականից Հայաստանում է թույլտվությունը բացվել, բայց նույն Ամերիկայում վաղուց միշտ տպագրվել է, նույն Ֆրանսիայում, միշտ տպագրվել է, միշտ։ Եթե մարդը ուզենար կարդալ Mein Kampf-ը, հաստատ կգտներ ու կկարդար։
Բայց այստեղ անպայման պետք է պաթոսով այլ կերպ ներկայացվի, որպեսզի սեփական վախերը, անազատության վախերը, որը որ իրենք չունեն, ազատության բան չունեն, իրենք անազատության վախերի մեջ շղթայված են։ Դաշնակներն են, հանրապետականներն են, որովհետև իրենք ունեն իրենք կատարածուներ են։ Հասկանում եք։ Իրենք չունեն այդ անկախականությունը, ընդ որում դաշնակները ովքեր դեմ են եղել անկախությանը, այ իրենց պաշտոնական հրապարակումները 89-ից 92 թվերի կարող եք կարդալ։ Կոմունիստներն ու դաշնակները դեմ են եղել հայկական անկախությանը։ Ուրեմն այս մարդիկ ամեն ինչը վախից, սեփական վախը որպեսզի չցուցադրվի, տանում են դեպի թուրքական կողմ։ Դու ինչ ուզում ես խոսա, թուրքերի ասելով ես անում, այդ թուրքերի դեմ կզում եք, այ թուրք կարելի է կարծել, աշխարհում կա միակ թուրք, միայն կա հայ, եւ այս թուրքը կապած ուզում է հայերին անպայման վերացածնի, աշխարհում ոչ մեկի հետ գործ չունի թուրքը, մենակ հայերին, հասկանում եք, դուրս եկեք մի քիչ այդ սահմանափակումներից, այո, ես էլ շատ գրքեր կարդացել եմ, որտեղ գրված է եղել խորհրդատարվել Թուրքին երբեք չվստահելիս, ով ասում թե վստահելու մասին է խոսքը, բայց 21-րդ դարում գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ ասված է, ու այդ հարաբերությունները երբեք չեն կարող 100% վստահելի մթնոլորտում ասել, ինչի հայ-ռուսական հարաբերությունները 100% վստահության մթնոլորտում են անցել, կամ հայ-ֆրանսիական հարաբերություններում 100% վստահության մթնոլորտ կա, ոչ իհարկե, բայց պիտի հարաբերվես, պետություն ես, բայց քանի որ իրենք չեն հավատացել, չեն ցանկացել հավատալ, որ իրենք պետություն են, այսօր Սերգեյ Նոհանյանը այդպիսի ինքնախոստովանական, այն որ, չգիտեմ, շատ որ խնդրեինք չէր ասելու, ընկնեինք ոտքերը, տեսբան չէր ասելու, լրագրողը միեդից հարց է տալիս, հիշեցնեմ Սերգեյ Նոհանյանը ազգային ժողովում Հայաստան խմբակցության ղեկավարն է, ուրեմն հարց է տալիս, ինքը ասում է միեդի որոշումը Քոչարյանի մասով, ասում է միեդի որոշումը պետությանն է վերաբերվում, մեր հետ ինչ կապ ունի։ Մարտի 1-ի մասին դուք տեսեք ինչ ասում։ Ասում է այդ որոշումը, որ մարտի 1-ի ժամանակ բանա սահմանադրությունը խախտվել եւ պետությունը ըստ էության ոչ միայն չի ապահովել քաղաքացիների ազատությունները ամենատարբեր, այլ մի բան էլ հանցագործությունա տեղի ունեցել, ասում է հայ պետությանն է վերաբերվում, մեր հետ ինչ կապ ունի։ Տեսեք, ես մարտի 1-ին որպես քաղաքացի եղել եմ տուժող կողմ, չէ՞, ասենք ես քաղաքացին տուժվել է։ Բայց անգամ այդ պարագայում ես ասում եմ հետևյալը, որ պետությունը այդ ես եմ։ Ես պետության 1-3 միլիոներորդական մասնիկն եմ։ Անգամ ես եմ դա ասում։ Դուք լինելով իշխանություն, եղած լինելով իշխանություն, ո՞նց կարող ձեզ այսինքն չնայած կարող եք այս դրա համար էլ պետության հերն անիծել եք։ Դուք եղել եք այդ պետության ղեկին։ Ու չեք հասկացել, որ դա ձերն է, դա դուք եք։ Դուք համարել եք, որ այդ պետությունը մի հատ բան է, որ ոնց ասես կարելի է վարվել, մեկը ձեր գործը չի, ինչ ուզում է լինի։ Սրանից իդեալական ինքնախոստովանական անհնար է պատկերացնել։ Եվ հիմա ինձ հետաքրքիր է Հայաստան դաշինքը։ Եվ նրանց կոալիցիոն գործընկեր պատիվ ունեմ։ Կիսում են այս խոսույթը։ Եվ գիտեք ինչ, ժողովուրդ չէ։ Կարելի է դա ճշտել։ Կարելի է դա ճշտել, եթե ամեն մեկս գիտակցում ենք մեր պետության 1-3 միլիոներորդական լինելը։ Պետություն լինելը մեր։ Եվ մեր քաղաքացի լինելը, եւ մեր ազատ քաղաքացի լինելը։ Շատ հանգիստ կարելի է վեր գնալ, գնալ ազգային ժողովի դիմաց կանգնել ու պահանջել պատասխան։ Այնքան կանգնել, միջով պատասխան են։ Շատ հանգիստ կարելի է։ Միևնույնն է, բոլորս գիտենք, լրագրողները մեզ ուսող հարցերը չեն տալու։ Իսկ ի՞նչ նախանգարում գնանք, մենք մեր հարցը ձևակերպենք այնտեղ։ Այսօր մի տիկին միտեղ գրել էր, հա, բան է հրապարակել ես, մատ նյուտ տեսա 168 եմ-ում, ես դա այնքան այդ սատիկ նյուզերին չեմ վստահում, ասի մարդ ես կարող է իրանցից դուրս երևակայել են իրանց, Դավիթ Գրիգորյանը դատավոր կնշանակվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Սա ախմախ որոշում է, հա։ Ու մի տիկին գրել է գնացեք, չգիտեմ ինչ արեք։ Ասում եմ ցավը տանեմ։ Ես, որ ասում եմ, նա դե պրոժեկտոր դրեք գլխից գիշերներն էլ փախատանենք։ Ինչ ես թողնում ինձ վրա։ Դու վախենում ես։ Դու ազատ մարդ չես։ Ես ինձ համարում եմ ազատ մարդ։ Այո, որոշ պատասխանատվություններ կրում ենք որպես քաղաքացիներ։ Եվ պետք է խնամքով վերաբերվենք մեր կոչմանը որպես քաղաքացիներ։ Բայց շահագործել դիմացինին կարծում եմ չի կարելի։ Եվ այհենց այս մեր հասարակության մեջ էլ այհենց այդ վախերն են, որոնք որ 10 ամյակներով, 100 ամյակներով փորձել են մեր ենթագիտակցության մեջ նստացնել։
Եվ դրա համար մենք չենք վերաբերվում մեր կյանքին որպես արվեստ ու մաքուր չենք պահում այն։ Հիմա մյուս քահանան է վեր կացել, ասում է ապեր ջան, ես համաձայն եմ Տեր Արամի հետ։ Նա գնում է ինքնամաքրման, ինքը գնում է դեպի ազատություն։ Ինքը խեղդվում է, դեռ չի կարող, ինքը գնում է դեպի դա։ Եվ շատ լավ է դա։ Խնդրեմ, վախկոտ բջի թուլա է մի հատ մտել։ Մամայից իրա ստացած դաստիարակությունը, իր մաման, որ իրան բարուրի ժամանակ պիտի օրինակ օրոր երկեր, ասեր, չգիտեմ, արի իմ սոխակ, փողպար, ասենք շատ սիրուն օրորացային է։ Սովորացրել է քաֆուժներ, կեղտոտ։ Կամ իր ներկայությամբ հերնումերը ինչ-որ պորնո ակտեր են իրականացրել, դες մեծացել է։ Վախկոտ մարդ։ Վախկոտ մարդ։ Իհարկե բլոկ արեցի արդեն։ Վախկոտ պիղծ մարդ։ Սա վախից է։ Ու մեղք են սրան։ Եվ մենք խոսում ենք հենց այդ ազատություններից։ Եվ այս ազատության, պետության մակարդակում, ազատության առաջնային բաներից մեկը, որ պետությունը լինի ժողովրդավար։ Եվ այդ ժողովրդավար պետք է ոչ թե իշխանությունները պահանջեն, որ լինի, կամ ոչ թե միայն իրանք պիտի ցանկանան լինի, այդ քաղաքացու պահանջը պիտի լինի։ Եվ ժողովրդավարության ցանկացած ոտնահարում պիտի ժողովրդի կողմից այնպիսի պախարակման արժանանա, որ էլ ասելու չի։ Բայց մենք այսօր ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք մի վախկոտ կեղտոտ անձ Գյումրիում, մարդու կանգնում ասում է պետության անկախությունը դնում է հարցականի տակ, ինչի մասին Հայաստան դաշինքը լռում է, ազգային ժողովում։ Ու ասում ով էլ ինձ հետ համաձայն չի, շատ է, կամ ով որ պիտի համաձայն չլինի, կամ մի խոսքով, այնտեղ ձևակերպումները բան, բայց միտքը էս դա է դառնում։ Ասում ես դիլեմայի առաջակում ինքը լինելով պաշտոնյա, եթե դա լինի մի հատ քաղաքացի, կնստես, կբացատրես, կասես ապեր ջան, կամ տիկին ջան։ Մի քիչ սխալ ես ոնց որ թե կարծում, լավ, գուցե սովետական դաստիարակությունն է, կամ ճորտատիրական ժամանակներից մնացած դաստիարակությունն է, բայց երբ որ սա ասում է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը, սա արդեն հանրության պարսավանքին պիտի արժանանա։ Բայց համենք հանրությունով նստած ման ենք գալիս մարդ, ով որ պիտի պատժի նրան։ Իսկ դա նշանակում է, որ մենք բոլորս մեր հերթին այդքան ազատ չենք։ Մենք չենք ուզում վերցնենք մեզ վրա պատասխանատվություն։ Մենք չենք ուզում հավատանք, որ մենք տերն ենք այդ ժողովրդավարության կայացման։ Իսկ ազատություն կամ ժողովրդավարություն երբեք չնշանակում ամենաթողություն։ Եվ իհարկե հանգիստ կարելի է ասել շանտեղեն դու ես, շանտեղենը մի բան է լավ է, որ կարաս իմ պետությունը, իմ պետության անկախությունն ու ինքնիշխանությունը դնես հարցականների տակ։ Ինչ-որ ցանկություններ հայտնես նմանատիպ, դեռ մի բան էլ վիրավորելով։ Եվ ես ունեմ առաջարկ։ Չգիտեմ, կան մարդիկ, ովքեր կցանկանան կոնկրետ լուրջ ակցիա իրականացնենք։ Որևէ չլինի մնանք մի 20 հոգով էլ։ Եթե կլինեն, կարող ենք ակցիա իրականացնել։ Սա ինչ խոսույթ է։ Եվ ամենավատը գիտեք որ դա։ Նրան ընտրողները նրան գոհ են այդ խոսույթից։ Լավ, կարող ես մարդ ես, որոշես իրան ընտրես, բայց դու ո՞նց կարաս նման խոսույթից գոհ լինես։ Չնայած ինքը ընտրվելուց առաջ էլ ասել ինքը ինչացու է, ու ընտրել եք։ Սա խնդիր է, որը հիանալի հաշվարկում է մեր թշնամին։ Հիանալի, այս հիբրիդային պատերազմի տիրույթում նա մեր բոլոր վատ կողմերը գիտի, մեր բոլոր թույլ կողմերը գիտի, նա մեր հուզականության չափերը գիտի, նա մեր անտարբերության չափերը գիտի, մեր որքանով կայացած չկայացած լինելը գիտի։ Եվ մենք ենք դա թույլ տվել։ Մենք ինքներս, մեր ձեռով։ Չեք հիշում, 44 օրից հետո հատկապես ինչեր էին ասում, մի քիչ նորմալ մտածող մարդկանց։ Այսա թուրքը կգա կմտնի տուն այդ բանը, նոր կխոսի։ Վախկոտ մարդ էլի, վախկոտ մարդ, բա ուր եք, ուրա, ես խորհուրդ կտամ, գիտեք բոլորս ունենք վախել, ընդհանուր առմամբ, ամբողջովին անվախ մարդ մի քիչ գիժ է, էլի, ասենք գիժը կարա, որ գիժ բան հենց տեսանկյունից, բայց ես դրա մասին չեմ խոսում, էլի, հիվանդության տեսա, ես խոսում եմ ներքին ազատություններից, դու պիտի հաղթարես քո մեջ շատ բաներ, դու պիտի անես քայլեր, ինքը ձեռնարկող լինես,
Եվ չմտածես, իսկ կարող ես սխալվել, իսկ կարող ես տեղես ասել, իսկ կարող դու պետք է վստահ լինես, որ դու լավ բան ես անում ու անես։ Ինչ ուզում խոսում են։ Դե հատկապես դաշնակները ռեկորդակիր են, գիտեք, ու որպեսզի մի քիչ ավելի տեմպով իրանց կեղտոտ աշխատանքը առաջ գնա, վախկոտ աշխատանքը առաջ գնա, իրանք հրաժարվում են գալ հանրային հեռուստատեսության բանավեճերին։ Որովհետև այդտեղ չեն կարող մանիպուլացնել ու խաբել, այդտեղ բերաններին կգան։ Իրանք իրենց մոտ նստում ու խոսում են։ Հələ լավ, որքան կարելի է չսիրել սեփական պետությունը։ Ուրեմն, մի հատ ֆոտո աչքովս ընկավ։ Այդ հերթական մավելի ասած զոմբլոներից չունես, չեմ սիրում ես այդ որակումները։ Ամենայն դեպս։ Մի հատ ֆոտո աչքովս ընկավ, ուրեմն այսօր վրացանամ, եթե գտնեմ ցույց կտա։ Ուրեմն մի հատ նկար է։ Այս նկարի մեջ Նիկոլ Փաշինյանն է, հին նկար է մի հատ, ձեռնաշղթաներով, ոստիկանների ուղեկցությամբ, չգիտեմ, կարող աչքներով տնկած լինի։ Ուրեմն այդ նկարը դրած է, գրել են, ով է ցանկանում այս օրը շուտ գա, ու դες նայում եմ, լիքը լայքեր կան, բան ինչը նույնպես նորմալ է, դե քաղաքական գործը չէ, բնականաբար ունի նաև իրան ատողներ, ընդ որում փոց բազմություն, հա։ Բայց ինձ ինչ է հետաքրքրեց։ Այդ լայքերի քանակը 200 քանի լայքեր։ Յանի դες հա իրանք կուզեին։ Ու ասած իմ մոտ հարց առաջացավ, ասում եմ լավ։ Փաստորեն մեր քաղաքացին 250 հոգի այդ պահին, այդ նկարի տակ, ասել է, որ այո, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում լինի ընտրովի դատավարություն։ Կառավարվի իշխանության կողմից, այսինքն հեղաշրջում անեն, նոր ուժեր գան, այս մարդուն կալանավորեն։ Ես, որ ամբողջ հոգով սրտով երազում եմ, երբ է գալու են օրը, որ Քոչարյանին ու Սերժին կալանավորեն, միևնույնն է զուգահեռաբար միշտ ասում եմ, ընդ որում շատ դեպքերում քաղաքացիների պարծավանքին եմ արժանանում դրամը։ Միշտ ասում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ քաղաքական իշխանությունը խառնվի դատական գործերի։ Չի կարելի թույլ, ես մեկը չեմ կարող թույլ տալ, որովհետև ես Հայաստան եմ կերտում։ Ոչ թե մի հատ էլ ուրիշ ձևի բռնապետություն։ Հա, շատ կուզեմ, բայց դա քաղաքական դիրքորոշում չի։ Հիմա ես մարդկանց քաղաքական դիրքորոշումը այդպեսինն է։ Ասում են, եթե մենք գանք իշխանության, ընդ որում բանավորել են ասում։ Կանգնեցնել եք բոլորիդ բան, չգիտեմ, դատել են, ես ինչ ասես խոսում են։ Դու գալու ես իշխանության, թե գնալու ես դատախազ դառնաս կամ դատավոր։ Այսինքն դուք պետության կործանման կողմնակից եք, դուք պետականության կողմնակից չեք։ Եթե ես ունեմ պահանջ, օրինակ մեկը ես ունեմ պահանջ, որ այդ երկուսը առնվազն ազատության մեջ են, իմ այդ պահանջը հստակ ուղղված է դատաիրավական համակարգին։ Հստակ։ Ես քաղաքական իշխանությունը դեպ ուրիշ պահանջ ունեմ, որ քաղաքական իշխանությունները իրենց ռազմավարական գործունեությամբ պիտի հասնեն նրան, որպեսզի երկրում ստեղծվի այդ միջավայրը, որտեղ որ կներեք կոպիտ բառի համար կարտադրվեն նորմալ իրավաբաններ պետականամետ պատկերացումներով ու դաստիարակությամբ։ Բայց դա արդեն երկար ժամանակների հարց է։ Դա պահանջել ես իշխանությունից ինձ համար ռեալ չի։ Ես իհարկե լավատես եմ, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվ է պետք գնահատել իրավիճակը։ Բայց այսօր մենք արդեն քայլեր արվել են, քայլեր արվում են միջավայրը փոխելու, չէ՞։ Հիմա էլ եկել են ասում են, չգիտեմ, օրինագիծ էին դրել, ցեղասպանությունն է կուրացել։ Անկամ ցեղասպանության թեմայով, տեսեք, դաշնակները միշտ ուզում են ստեղծել տպավորություն, թե այդ ցեղասպանության թեմայով ամենահետաքրքրվածը կամ միայն հետաքրքրվածը իրանք են, հա։ Ինչը որ ամբողջովին սուտ է։ Որովհետև դաշնակցական կուսակցությունը, որ հիշում եք ինչքան եմ իրանց հարցրել։ Իհարկե ես պատասխանը գիտեմ, բայց ես անընդհատ ուզեցել եմ որ իրանք ասեն։ Որ ասում եմ ախպեր ջան, որ 135 տարվա կուսակցություն եք, որտեղ եք ստեղծվել, եթե 135 տարի առաջ պետություն չի Հայաստանի Հանրապետություն։ Դաշնակցական կուսակցությունը ստեղծվել է Թիֆլիսում։ Թիֆլիսը նույնպես այդ ժամանակ անկախ պետություն չի եղել։ Հա, 1890 թվականին։ Եվ իհարկե նա չի կարող Հայաստանի Հանրապետության շահերից գործի, նա պիտի գործի կայսրության շահերից, որովհետև կայսրության տարածքում է ստեղծվել ու միջև օրս կա եւ հաստատվել։ Ուրեմն այս մարդիկ գնում են 1908 թվականին 8 կարծեմ հուշագիր պայմանագիր են ստորագրում երիտ թուրքերի հետ մանդատների դիմաց Օսմանյան կայսրությունում հայկականությանը քարոզել, որ ընտրեն երիտ թուրքերին։ Թեմա ժողովրդի իշխանով լսում իշխանով չէ, իշխանով ականջալուրին իշխանով չէ, այնուամենայնիվ երիտ թուրքերը ցեղասպանություն իրականացրեցին հայ ժողովրդի հանդեպ եւ ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ։ Իրենց ռեֆորմները, այսպես ասած, հանգեցրին ցեղասպանությունների մեջ շղթայի։ Հիմա այս մարդիկ եկել են մեզ ասում են, հա, դրանից հետո
Երբ որ Հայաստանի Հանրապետությունը արդեն անկախացավ, վրճակվեց, առաջին հանրապետությունը, այս մարդիկ 2 տարի հետո թողեցին փախան, չպաշտպանեցին պետությունը բոլշևիկներից, հանձնեցին, նվիրեցին փախան։ Այդ ընթացքում ինչ հայտարարություններ են եղել, ինչ չէ, երևի ժամանակ առ ժամանակ դուք եք դիտած կլինեք, ես էլ եմ դիտել, շատ չմարանամ, բայց վերջացավ։ Հիմա ուտես փախած էին մի 70 տարի, փախած էին։ Հայաստանը կար, բայց բռնակցված էր սովետական միությանը, դաշնակները փախած էին։ Ուրիշ երկրներում էին ցեղասպանություն խոսալով փորձում մարդկանց իրանց կարևորել մարդկանց միջավայրում։ Երբ որ Հայաստանը պիտի անկախանար էլի եկավ։ Եկան թե մենք կգնանք կռվելու, թե Հայաստանը մերն է, Արցախը մերն է, բայց այ անկախությունը դեմ ենք։ Այսօր խոսում են ցեղասպանության ուրացումից։ Իրենք, ինձ հետաքրքիր է, իսկապես լեգիտիմ հարց է սա։ Սա արդեն դարձել է լեգիտիմ հարց։ Դաշնակցական կուսակցությունը ընդունում է ցեղասպանությունը։ Բնականաբար չի կարասի չեմ ընդունում, բայց եթե ընդունում է ցեղասպանությունը, ընդունում է իր մեղավորությունը, քաղաքական մեղավորությունը։ Սա այստեղ է։ Քաղաքական մեղավորությունը, որ ինքը աջակցել է այդ ուժերին, ովքեր պիտի հետո ցեղասպանություն անեն, ինքնահայեցողություն եղել է, ազատվել են այդ մեղքից, կամ փորձարել են ազատվել, վերադառնալով խոսակցության սկզբին, ոչ բնականաբար։ Բնականաբար ոչ։ Ու սա խնդիր է, իսկապես խնդիր է մեր հայկականության մեջ։ Դուք հայացրել ես որոշում, գործել ես մի որոշման ու պայմանավորվածության շրջանակներում, որը հետո փորձանք դարձել հայ ժողովրդի գլխին։ Դու այդտեղ քո մեղավորության չափաբաժինը ընդունել ես թե չէ։ Քանի դեռ դու դա չես ընդունել։ Դու ո՞նց կարաս ներկայանաս որպես, չգիտեմ, ցեղասպանության ճանաչման, չգիտեմ ինչ։ Երբ որ քո արտգործնախարարը իսկապես բառացիորեն ցեղասպանությունը օգտագործել է քաղաքական նպատակներով եւ խոստովանել է, որ կուրանա ինքը ցեղասպանությունը Թուրքիայի սահմանները բացելու դիմաց։ Հիմա այդ մոտիլոգիան որ գցում եք, թե այ որ բացվի չգիտեմ պամիդոր կբերեն ստեղ էժան կծախեն, մեր պամիդորի գինը կընկնի։ Այդ ժամանակները Թուրքիայում պամիդոր չկար, պամիդորը նոր է, այդ է բերվել, այդ է գործվել Թուրքիայում։ Այսքանով դուք կես ու վախկոտ եք։ Իսկ սա վախերի մասին է։ Մարդը խափում է այն ժամանակ, երբ որ ինքը վախենում է։ Վախենում է ճիշտը ասելուց։ Դուք վախկոտ եք։ Դուք խափում եք, հետևաբար վախկոտ եք։ Ձեր քաղաքական ղեկավարները հանցագործ են, հետևաբար վախկոտ են։ Եվ այդ պատկերացումը ժողովուրդը, այ կեշեք մի քանի անգամ տես խոսակցություն եղել, ինձ հարցրել եք, ես անդադար ասել եմ։ Երբ որ ասում են, «Բայց Փաշինյանը ոնց որ մի քիչ թույլ է էլի ինքը բան», ես միշտ չեմ ընդունել, ոչ թե որովհետև ուշքս գնում է Փաշինյանի համար դրա համար եմ այդպես, ոչ, ես պարզապես այդ պատկերացմանն եմ դեմ եղել։ Ոնց է թույլ։ Ոնց կարող մարդը լինի թույլ, երբ որ մարդը իր մեղավորությունը խոստովանում է։ Ոնց կարող լինի մարդը թույլ, երբ որ հարձակվում են կառավարության շենքի վրա, մտնում են իրատուն, մտնում են պետական տարբեր հաստատություններ, ամեն ինչ անում մի կաթիլարուն չի թափվում։ Դուք ինչ, կարծում եք այդ ժամանակ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը չեն ենթարկվում նրա հրահանգներին։ Ու դեռ ասեմ ավելին, դեռ 21 թվականին էլ դուրս եկած ոչ թե դաշինքով մասնակցելու ընտրություններին, այլ միայնակ մի կուսակցությունով։ Ոնցա իմ կարծով վախի մասին չի։ Եվ մինչև այսօր բաներ կա մեկ-մեկ ինքը խոսում է, որ հանգարց ասում է, ասում եմ, «Շո, գնաց, հեսա կսկսեն»։ Բայց դա հենց ուժեղ մարդու տեսակ լինելուց է։ Ես չեմ ասում, չկան թերություններ, խնդիրներ իր կողմից կան, հարցը դա չի։ Բայց այդ տեսանկյունից իմ պատկերացումը այդպեսինն է։ Այդ քաղաքական գործունեության մասը չեմ ասում, Մանվել ջան մենակ, թե այսօր էլ շատ լավ հակադարձեց Եվրոպայում բանին, որ կուսակցություններ եվրոպական կներեք, հեսա գտնեմ, դաժե բառացի ասեմ, էլի։ Զանգեզուրի Միջանցքի որ հարց տվեցին։ Եվրոպական պահպանողականների կուսակցության անունից մեկը դուրս եկավ հարց տվեց։ Ուրեմն ո՞ր է կարծացել։ Ու շատ լավ ելույթ էր, շատ լավ պատասխան էր, իդեալական։ Այստեղ ոչ ոք չի խոսելու դրա մասին իհարկե։ Չեն խոսելու, որովհետև վախենում են։ Չգիտեն, այդտեղ ինչ հորինեն։ Չի ստացվում հորինել։
Չգիտեմ, ազատությունը լավ բան է, ազատությունը ամենալավ բանն է։ Հիանալի բան է ազատությունը, թե մարդը ինքն իր հետ, ինքն իր մեջ, թե պետությունը որպես պետական միավոր։ Բարձրապես մենք իսկապես չենք գիտակցում դեռ ազատությունը։ Մենք գիտեք ազատությունը մաքսիմում ոնց են գիտակցում։ Վանդակ, որի դուռը բաց է։ Որ ազատություն, վանդակ, որի դուռը բաց է։ Չէ, դա ազատությունը չի։ Դա վանդակն է, որի դուռը բաց է։ Դա ազատությունը չի։ Ազատության մեջ չկա ոչ վանդակ, թեկուզ մի կողմի վրա դրած։ Ոչ դուռ, որը բաց կլինի կամ փակ կլինի։ Արուսակ ջան, ասում ես նայած թույլացելով ինչ նկատի ունեն հարաբերական է, եթե սահմանցության թույլ է, այո, այդպես են մտածում։ Իսկ իմ կարծիքով թույլ ղեկավար, ով եղել են, օրինակ, հերթով ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյան, ով երկրորդ ընտրությունների ժամանակ, երկրորդ սրոքի ժամանակ կեղծեց ընտրությունները, սա վախն է հենց, թույլությունն ու վախն է։ Սա այն բանն է, որ չգիտի, եթե ինքը չլինի, բա ինչ ա լինելու։ Սա հենց թույլությունն ու վախն է։ Ռոբերտ Քոչարյան, հետո թռավ տարբեր տեղերից մի խոսքով։ Հետո Ռոբերտ Քոչարյան, ով արեց հոկտեմբերի 27 վախից, եւ արեց մարտի 1, դարձյալ վախից։ Վախը կարա մենակ լինի պատճառը, որ ինքը գնա նրան, որ Արցախից բերի զորք հայ ժողովրդի դեմ։ Եվ հիմա որ խոսում են, բա սեպ եք խրում բան, հայ Արցախ, բան հայաստանցի արցախցիս այս բանը։ Բա կներեք, սա սեպի մասին չի։ Այդ դու ո՞նց էիր պայմանավորվել Թուրքիի հետ, որ ինքը այնտեղ բան չանի, մինչև դու զորքին Սալմանից անես, բերես Երևանի կենտրոն հետ տալես։ Եվ ինչու՞ նա պիտի համաձայնվեր, որովհետև իր սրտով բան էիր անում։ Սա վախն է։ Եվ իհարկե Սերժ Սարգսյան, ով էս երկու վախի գնահատականը չտվեց բավական չի, դեռ Հայաստանի Հանրապետության տարածքից Ասկիպարը, Տիգրանաշեն ու Ազատ ամուտ էր զիջում որպես անկլավ, էքսկլավ։ Ես Արեգ ջան, շատ լավ հարց ես տալիս։ Ասում եմ, Գնո ջան, երբ պետք է զրկվեն հերոսի կոչումից Սերժն ու Քոչարյանը։ Ես առաջարկում եմ այս թեմայով առհասարակ գործողություններ, ցեք պահանջով, որ ոչ թե հերոսի կոչումից միայն զրկվեն, նախագահի կոչումից նույնպես զրկվեն, որովհետև իրականում իրենք չեն ընտրվել երբևէ նախագահ։ Ինչի իրանք պիտի ունենան նախագահի կոչում, նախագահի թոշակ, նախագահի անվտանգություն, նախագահի ֆլան, ֆստան, ինչի համար պիտի ունենան։ Առհասարակ պիտի զրկվեն այդ կոչումից։ Եվ ինչն է լավը, ես այս վերջերս զգում եմ, որ այս խոսույթը, որը ես հիմա կիրառեցի ու ժամանակ առ ժամանակ ասել եմ, արդեն սկսվում է դառնալ խոսակցության թեմա իշխանության շարքերում նույնպես։ Որովհետև սենց է ստացվում, հարգելի ներկայիս իշխանություն։ Եթե դուք լինելով իշխանություն, հետևաբար տիրապետելով ավելի շատ արդեն փակ ինֆորմացիաների, այսօր նույնպես, ոչ թե միայն որպես ընդդիմություն, այլ այսօր նույնպես ասում եք, որ բոլոր ժամանակներում կեղծվել են ընտրությունները, ապա դրան պիտի լինի գնահատական, դրան պիտի հետևի գործողություն, թե չէ այդ ասելը, մենք ենք ընտրություններին ասված, մենք չենք տեսել, որ կեղծվել են, տեսել ենք, հետի մեզ ասելով բան չի փոխվում, եթե դրան չի հետևում գործողություն, առնվազն գնահատական, եւ երբ որ ասում ենք իրավաքաղաքական գնահատական, այս դրա մասին ենք ասում, մենք չենք ասում բոլորին բռնել, փակել, դատել, չգիտեմ, հայատներից սկսած ով հանգար այդտեղ արեն կեղծարություն, դա անհնար է։ Մենք դրա մասին չենք խոսում։ Եվ գուցե ժողովուրդ ջան, հանրության ընդվզումը նույնպես պետք է։ Կներեք, թարսնստեք դուս խոսանք։ Այդ մարդը մեռավ ասելով, բայց ինչ հարցով ինչի է միտինգ չի լինում։ Այս ինչ հարցով ինչի հետ հանրահավաք չի լինում։ Մեռավ ասելով։ Այդ մարդը ուզում է ասի ժողովուրդ ջան, մի քիչ դուք էլ ազատ եղեք։ Ու ձեր պահանջները, ինչպես որ սահմանադրության մեջ գրված է։ Բանի, հավաքների ազատության մասին օրենքի մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի իր անհամաձայնությունը այս կամ այն հարցի վերաբերյալ հայտնել, հետո նաև հանրահավաքների միջոցով։ Եվ հանրահավաքը ոչ թե նրա մասին ամենակ, ուղղակի մենք հանրահավաքն էլ միշտ այլ կերպ ենք մտածել, որ եթե հանրահավաքը ուրեմն այնտեղ պահանջ կա հեռացնելու։ Ոչ, հանրահավաքը նաև նրա մասին է, որ հանրությունը իր դիրքորոշումը որևիցե հարցի վերաբերյալ ներկայացնի։ Եվ եթե ունի ինչ-որ հարցում անհամաձայնություն ներկայացնի։ Ոչ թե Facebook-յան ստատուսներով միայն։ Այդ շատ ավելի նշանակալի է, երբ որ մարդը վերակենում գնում է կանգնում է, այս ինչ որ ես ջամին այստեղ, ներկայացնում է իր անհամաձայնությունը, իր պահանջը ձևակերպում է, ու գալիս է։ Ինչ եք sense բաներից վախենում։ Ես անկեղծ ասեմ,
Ես 2021 թվականների ընտրությունների առաջ եւ ընթացքում միշտ ասել եմ ախպեր, ես ընտրում եմ ժողովրդավար ուժ, որպեսզի ժողովրդավարության կարգոկանոնով ստեղծեմ ինձ համար հնարավորություն իմ պահանջները ներկայացնելու որպես քաղաքացի։ Ես դրա համար եմ ընտրել այդ ուժը։ Որպեսզի երբ որ դուրս գամ, այս կամ այն հարցի մասին իմ անհամաձայնությունը կամ իմ առաջարկը ներկայացնելու հանրահավաքով, որը որ սահմանադրական իրավունք է, ինձ չկրակեն ախպեր։ Լսող լինի։ Ընդառաջ գնացող լինի կամ կարող է 10-ից 5-ի դեպքում գնան, 5-ի դեպքում չգնան, չգիտեմ, այդ արդեն տեղում քաղաքացիները կորոշեն։ Եվ այդ հանրահավաքները ատելության մասին չեն։ Ուղղակի Հայաստանում միշտ եղել է ատելության մասին հանրահավաքը, միշտ եղել է հանրահավաքը իշխանություն հեռացնելու մասին։ Դրա համար երբ որ մենք լսում ենք հանրահավաք կամ ակցիա բողոքի, մենք խոսում ենք, ասում ենք, չէ, իրոք է, Նիկոլը մերն է, մենք չենք ուզում որ բողոք ներկայացնենք հեռացնենք, բայց բողոք ներկայացնել հեռացնելու մասին չի խոսքը։ Հասկացա՞ք։ Մենք որպես քաղաքացիներ բաները պիտի գիտակցենք ու ազատենք մեզ այդ վախերից։ Եվ երբ որ այդ համը մենք զգանք, երբ որ քաղաքացիները կանեն հանրահավաքներ առանց ատելության խոսքի, հստակ պահանջարկով, հստակ դիրքորոշում հայտնելով, 1-2 իշխանությունը ընդառաջ կգնա կամ իշխանությունը կսկսի մանրամասներ, ինչ որ բաներ, որոնք մենք կհասկանանք, որ հա լավ, ուրեմն ճիշտ են բան, կամ հակառակ, մենք արդեն կսկսենք հասկանալ իրականում հանրահավաքը քաղաքացու այդ իրավունքի կիրառումը ինչքան կարևոր բան է եւ ինչու՞ն է կայանում իրական ժողովրդավարությունը։ Սրա շուտ մտածեք ժողովուրդ ջան։ Մտածեք եւ ես հստակ ունեմ առաջարկներ։ Չգիտեմ։ Ազատ եղեք։ Ազատ եղեք ժողովուրդ ջան։ Ազատ եք ձեզ ամեն տարբեր տեսակ վախերից կամ չգիտեմ ինչերից։ Մի վախեցեք սխալվել։ Ոչինչ։ Սխալը մարդու համար է։ Ես չեմ խոսում ճակատագրական չգիտեմ ինչ բաներից։ Լավ, մոտավորապես երևի այսքանով եզրափակվենք։ Ես ճիշտ ասած մի հրապարակում էի արել, որ էլի քիչ դիտում է հավաքել։ Երևի ինքը բավականին པարզ է ընթերցում դրանից, բայց այնուամենայնիվ դրան նույնպես կանդրադառնանք, առավել եւս, որ վերջին շրջանում վարչապետը հենց դա է փորձում բացատրել եւ առհասարակ բոլորս ենք փորձում դա բացատրել մեր ընկերներին, մեր միջավայրում, բայց դրա մասին արդեն առաջարկում խոսենք վաղը։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Սահմանադրությունը ընթերցեք, ճանաչեք ձեր իրավունքները եւ հարգեք դիմացինների իրավունքները։ Այո, դիմացինը քո ախոյանը չի, խոչընդոտ չի։ Դիմացինը քո ուղեկիցն է։ Նույն տեսակի կյանքում, նույն միջավայրում, նույն պետության մեջ։ Մոտավորապես այսպես։ Կեցցե ազատություն, այո, կեցցե ազատ, բանա, տղես գնացել էր Վազգեն Սարգսյանի ֆիլմներ նայել, ես էլ ասեմ, հետ եկավ, դե գիտեք, 13 տարեկան է, թե 10։ Ալեք, քանի տարեկան ես։ 13 տարեկան է։ Վազգեն Սարգսյանի ֆիլմներ նայել եկել էր, ասում եմ, ինչ դուր, որ հատվածն է հատկապես դուրը եկել, դե պատմում էր բան ոգևորված, ասեց ամենաշատը գիտեք, գիտես, որը դուրս եկավ, պապ, ասում է, Վազգենը տաքսի է կանգնացնում, ասում է, վարպետ ազատ ես, ես վարպետը ասում է, հա, ասում է, դե ուրեմն կեցցե ազատությունը, 13 տարեկան է, իր այդ ազատության մասնադուր եկել, այնպես որ այո, կեցցե ազատությունը, կեցցե ազատ անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, լավ եք, բարի գիշեր։